Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Բերլինում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Քննարկման գլխավոր թեման Ղարաբաղյան հակամարտությունն էր։ Մերկելը կարևորել է ոչ միայն հրադադարը պահպանել, այլև քաղաքական գործընթացում առաջընթաց գրանցելը։ Մերկելի խոսքով իրենց նպատակը միասնական փաթեթի ընդունումն է, որով քայլ առ քայլ կկարգավորվի հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Ալիևը իր հերթին անդրադարձել է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի շուրջ քննարկումներին եւ նշել, որ Ռուսաստանը որպես զենքի մեծ մատակարար ճիշտ է վարվում, իսկ Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելարուսից, Իրանից, Իսրայելից, Թուրքիայից։ Ավելին, Ալիևը հույս է հայտնել, որ Մոսկվան Հայաստանին կհամոզի Ադրբեջանին վերադարձնել տարածքները։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը համերաշխության կոչ է հղել Արցախի պաշտպանության բանակի նախկին եւ ներկա հրամանատարներ Սամվել Բաբայանին եւ Լևոն Մնացականյանին, ասելով, որ նրանց հակասությունը խարխլում է ժողովրդի եւ բանակի հավատը, թուլացնում պաշտպանունակությունը, ինչը կարող է անդառնալի ծանր հետևանքներ ունենալ Արցախի եւ համայն հայության համար։ Ըստ Սեֆիլյանի, այսօր հասական պահին, երբ հակառակորդը հերթական հարձակումն է պատրաստում, անհրաժեշտ է համազգային միասնություն։ Նախորդին Բակո Սահակյանը հանդիպել է քարոզիա պատերազմի ժամանակ Թալիշ գյուղից տեղափոխված բնակիչների հետ։ Հանդիպումը կայացել է Չարենցավանում, որտեղ ժամանակավոր բնակություն է հաստատել թալիշցիների մեծ մասը։ Հանդիպման գլխավոր թեման թալիշցիների հետագա բնակեցման հարցն էր։ Արցախում ապաստանած թալիշցիները կտեղափոխվեն Քոլատակ եւ Կիչան գյուղեր, որտեղ այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Մի մասին էլ ժամանակավորապես կտեղավորեն Ալաշան գյուղում, ապա երբ տների շինարարությունն ավարտվի, բոլորը կտեղափոխվեն Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա գյուղ։ Թալիշցիները Նյուզեյմի հետ զրույցում ասել են, որ որտեղ էլ լինի, իրենք ցանկանում են համագյուղացիներով միասին լինել, որպեսզի հետագայում բոլորով վերադառնան Թալիշ։ Մտավախությունը մեծ է, որ ասենք միտեղ բնակեցնելու դեպքում կարող միշտ մնան տեղ, ու հետո հենց որ միտեղ եթե ասենք հաստատվեցիր տուն, տեղ, տնտեսություն, երեխեք, եւ դրանից դժվար թե կարողանանք նորից ժողովրդին հավաքենք գյուղում վերաբնակեցնելու։ Զինծառայողներին մեղադրանքի առաջադրվել Վաշտի հրամանատարին ծեծելու համար։ Քննչական կոմիտեի տվյալով մայիսի 16-ին երեկոյան Վաշտը ստուգելիս կապիտան Խաչատրյանը պարզել է, որ շարքում ալկոհոլ օգտագործած զինծառայողներ կան, ինչի մասին զեկուցել է գումարտակի հրամանատարին, ապա պահանջել, որ շարքից դուրս գան ալկոհոլ օգտագործած զինծառայողները։ 6 զինծառայող դուրս է եկել շարքից եւ վիճել նրա հետ, ապա ձեռքերով ոտքերով հարվածել նրան։ Բոլոր 6 զինծառայողները կալանավորված են։ Գագիկ Ջհանգիրյանն այսօր ազգային ժողովում պահանջել է դադարեցնել զինծառայողներին ստորացնող պրակտիկան, երբ հատկապես ապրիլյան պատերազմից հետո պաշտոնյաներին, մեծահարուստներին եւ մշակութային գործիչներին զորամասերում դիմավորում են շարահրապարակում շարված զինվորական ստորաբաժանումները։ Զինվորական որ կանոնագրքով կամ պաշտպանության նախարարի որ հրամանով է նախատեսված զինվորական պատվի ու ընդունելության արժանացնել զինված ուժերի հետ կապ չունեցող որևէ մեկին։ Ով է իրավունք տվել վիրավորել մեր զինվորականի պատիվն ու արժանապատվությունը։ Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է Հայաստանում եվրոպական վիզաներ տրամադրող կենտրոնների գործունեությանը։ Դրանք վերածվել են իսկական գետոների, որտեղ մարդկանց նվաստացնում են եւ տասնյակ հազարավոր գումարներ գանձում։ Պատգամավորը պահանջում է վերջ տալ այս գործելավոճին։ Մեր հայրենակիցներին ինչ որ ժամ են նշանակում եւ բոլորին որպես գետոյի նման մտցնում են մի հատ սենյակ։ Դե բնականաբար պետք է գան բոլոր ընտանիքի անդամներով, ովքեր մեկնելու են այդ երկիր, ծծկեր երեխայից մինչև այն տարիքի երեխա, որևէ մեկին կոնկրետ ժամ նշանակված չէ, եւ դու պիտի այսպես նվաստացման ողջ Գողգոթան անցնես, երբ որ կգա քո հերթը, եւ ինչ որ մի X աշխատակից ժամերով սկսում է նայել քո թղթերը, եւ բնականաբար այնտեղ մնացածը սպասում են, դա տևում է մի քանի ժամ։ Ազգային ժողովում բարձր տրամադրությունն այսօր ապահովել է Նիկոլ Փաշինյանը։ 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կառավարության անգործությունը ավելի պատկերավոր նկարագրելու համար Փաշինյանը հիշեցրել է կարգին հաղորդման մանրապատումներից մեկը։ Երբ որ հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը մի ամիս հետո գալիս է մտնում է նորոգվող տուն եւ արձանագրվում է, որ նորոգող վարպետը պետո անունով որևէ բան չի արել։ Ես մի ամիս ինչ ես անում, դու պետոստ է։ Պետոն ասում է Բախչեվ ջան, բա եղավ, ասում է լուսամուտը դրիմ։ Ասում է հետո հասկացանք։ Լուսամուտը դրիմ։ Այդ դնելու պահին վերևից գյաջմաջեր թափվել Պադագոլնիկին։ Էդի սիրուն հավքիմ, մաքրիմ, նվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փագիմ։ Հիմա նայում ես վախ։
Այսօր Ադրբեջանի քաղաքացի է հատել հայ-ադրբեջանական սահմանը Մեհրաբի ուղղությամբ։ 39-ամյա Վալիևա Զոհրա Վարձար Քրզեն Թովուզի շրջանի Յանախլը գյուղից է։ Ստուգումներ են կատարվում նրա մասին լրացուցիչ տվյալներ, նաև հայկական կողմն անցնելու հանգամանքները պարզելու նպատակով։ Զոհրա Վալիևային հայտնաբերելու մասին համապատասխան կարգով տեղեկացրել են Կարմիր խաչի երևանյան գրասենյակին։ Հովիկ Աբրահամյանի հրամանով իր սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանում հունիսի 4-ին տեղի ունեցած սպանության մասին։ 58-ամյա Եղիշե Քաչատրյանին սպանել են մոր աչքի առջև։ Դեպքը տեղի ունեցել Նուբարաշենի ավտոշուկայի մոտ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների վեճի պատճառը եղել է ճանապարհը միմյանց չզիջելը։ Եղիշեն նկատողություն է արել մյուս մեքենայում նստած երիտասարդներին, որոնք էլ դաժան ծեծի են ենթարկել նրան, ապա թողել են ընկած ու փախուստի դիմել։ Ընդ որում այդ ամենը տեղի ունեցել տուժողի մոր աչքի առջև, որը որդու մեքենայի մեջ է եղել։ Մինչև շտապօգնության գալը Եղիշեն մահացել է։ Նա հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն է։ Ոստիկանությունն այժմ որոնում է փախուստի դիմաց երիտասարդներին, որոնք շրջանառվող լուրերի Նոր Արեշի բնակիչներ են։ Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար բուհերում հատուկ անվճար տեղեր կբացվեն։ Կրթության եւ գիտության նորանշանակ նախարարը հույս ունի իր այս ծրագիրը գործարկել արդեն հաջորդ ուսումնական տարում։ Լևոն Մկրտչյանն այլ փոփոխություններ է նախատեսում։ Ոչ պետական բուհերի խոշորացում, ուսուցիչների մրցույթի կարգի փոփոխություն, կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով 12-րդ դասարանցիների ուսումնական ծրագրի բեռնաթափում, լրացուցիչ անվճար տեղեր բնագիտական մասնագիտությունների համար։ Նախարարը, որն այսօր ներկա էր Հայոց լեզվի միասնական քննությանը, նկատել է նախորդ տարիների համեմատ նվազել է լարվածությունը դիմորդների եւ նրանց ծնողների մոտ։ Պատճառը թերևս մրցակցության բացակայությունն է։ Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը նվազել է 400-ով եւ դիմորդները գիտեն, որ նվազագույն գիտելիքներով էլ կարող են բուհ ընդունվել։ Քննությունից հետո դիմորդները նշել են, որ շտեմարանում հայտնաբերված վրիպակները չեն շտկվել եւ կրկնվել են քննական թեստերում։ Ծնողների դժգոհության հիմնական պատճառը դրսում տեղադրված էկրաններն էին, որոնք քննասենյակից պատկերը հստակ չեն հաղորդում։ Գտակ ձեր երեխային։ Իդեպ քննական կարգը խստացվել էր։ Դիմորդներից քննասենյակ մտնելիս հավաքեցին քննությանը չառընչվող բոլոր իրերը, այդ թվում ջուրը եւ քաղցրավենիքը։ Որովհետև ջուրը եւ նրա հետևանքները, հետո պիտի ուզեք ուրիշ տեղ գնալ։ Դոլարը, եվրոն եւ ռուբլին արժեվորվել են։ Դոլարի փոխարժեքը կազմել է 478, եվրոյինը 544, ֆունտինը 697, իսկ ռուբլունը 7.36 դրամ։ Հունիսի 8-ին օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով։ Երևանում ժամանակաժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 14-ից 16, իսկ վաղը ցերեկը 24-ից 26 աստիճան տաքություն։